Ողջույն սիրելիներս, բարի գալուստ Ծահականուշի խոհանոց, անչափ ուրախ եմ և շնորհակալ ձեզ տեսնել իմ այս փոքրիկ անկյունում։ Ինչպես տեսնում ենք, թխել ենք շատ համեղ խմորեղեն, բազմաշերտ, որը կանվանենք շտիրլից, անվանում են կարակում, անվանում են կարակուլ և գուցեև ուրիշ անվանումներով։ Ինչ մթերքներ են անհրաժեշտ՝ ալյուր սոդայով, շաքարավազ, կարագ, ջեմ, կակաո, ձու և ընկույզ։ Այստեղ կադրից դուրս է մնացել քացախը, վերցրել եմ 6%-անոց խնձորի քացախ, ընթացքում դա արդեն ցույց կտա։ Ես վերցրել եմ 6 ձու, որովհետև բավականին մանր էին, բայց իրականում 5 խոշոր ձու է պետք վերցնել։ Տեսեք, ես մի փոքր սպիտակուց եմ թողնում դեղնուցի հետ, լրիվ չեմ քամում, որովհետև չեմ ուզում բեզեն շատ բարձր ստացվի։ Այդպես ավելի համեղ է, ինձ այդպես է դուր գալիս, իսկ մնացածը արդեն դուք ինքներդ կարող եք որոշել։ Վերցնում եմ մի բաժակից մի մատ քիչ շաքարավազ, որովհետև խմորեղենը ինքնին քաղցր է ստացվելու, աշխատում ենք շաքարի քանակը մի քիչ քչացնել։ Ձուն հարում ենք շաքարավազի հետ, ավելացնում եմ 250 գրամ կարագը, սենյակային ջերմաստիճանում արդեն թուլացել է, այնպես որ շատ լավ միաձուլվում է ձվի և շաքարավազի զանգվածի հետ։ Մի լավ հարելուց հետո արդեն քացախի մեջ մի թեյի գդալ, ավելացնում եմ կես թեյի գդալ սոդա և այդպես խառնում եմ ընդհանուր զանգվածին։ Մի փոքր հարելուց հետո ավելացնում եմ 1 բաժակ ալյուր։ Ալյուրը մաղված է, դա նորություն չի լինի, եթե ես ասեմ։ Տեսեք, շատ լավ լուծվեց ալյուրը, երկրորդ բաժակն եմ ավելացնում և շարունակում եմ արդեն թիակով, ավելացնում եմ մի փոքր վանիլին, մի փոքր խառնելուց հետո արդեն ավելացնում եմ երրորդ բաժակ ալյուրը, ինչպես հիշում եք, ես միշտ վերցնում եմ իմ չափի բաժակը 200 գրամանոց, 200 միլիգրամ տարողություն ունեցող բաժակն է դա։ Արդեն դժվար է թիակով հունցելը և այսպես գրեթե փշրվող խմոր է, ռուսերեն պիսոչնոե տեստո, այնպես որ մի փոքր հավաքում ենք և քանի դեռ խմորը վերջնական տեսքի չի եկել, դեռ շատ փափուկ է, ինքը մի փոքր էլ ալյուր կուզի, շատ քիչ, խմորը բաժանում եմ 3 մասի մոտավորապես, մի մասը դնում եմ այն կողմ, երկու մասը միասին շարունակում եմ հունցել, մինչև համասեռ գեղեցիկ խմոր ստացվի։ Սա էլ բաժանում եմ 2 մասի, դնում եմ մի կողմ։ Առաջին խմորը, որը որ մի քիչ թույլ վիճակում վերցրինք, ինչի համար, որովհետև հիմա ես պիտի ավելացնեմ կակաո։ Կակաոյի հետ, գիտեք, ալյուրը ավելի պինդ է ստացվելու։ Այդ իսկ պատճառով առաջին գունդը մի փոքր ավելի թույլ վիճակում վերցրեցի, որպեսզի ստանամ կակաոյով ահա այս գեղեցիկ խմորը։ Շատ գեղեցիկ խմոր է, էլաստիկ, այժմ տեղափոխում եմ պարկեկի մեջ, մի փոքր տափակեցնում եմ և պիտի դնեմ սառցախցիկ, նույն կերպ վարվում եմ երկրորդ գնդի հետ։ Սա նույնպես դնում եմ այս պարկեկի մեջ և արդեն տեղափոխելու եմ սառցախցիկ։ Սառցախցիկում այս երկու գունդը կմնան այնքան ժամանակ, մինչև պատրաստ կլինի բեզեն և մնացած գործողությունները ավարտած կլինենք։ Այժմ պատրաստում ենք բեզեն։ Մի պտղունց աղ եմ ավելացնում, որպեսզի համեղ ստացվի և հետո ձուն ավելի լավ է փրփրում, երբ որ սպիտակուցին մի փոքր աղ ենք ավելացնում։ Արդեն պատրաստ է սպիտակուցը և ավելացնում եմ շաքարավազը։ Շաքարավազը լցնում եմ այնքան, ինչքան լցրել էի խմորի մեջ, էլի բաժակից մի մատ պակաս, փորձում ենք մի քիչ պակասեցնել։ Բեզեն նույնպես դնում ենք մի կողմ և այժմ ամբողջ տապակամանով մեկ տարածում ենք
Խմորը աշխատում ենք կողքերը մի փոքր բարձրացնել, եթե հնարավոր է, որպեսզի ջեմը չծորա։ Ահա, ջեմը արդեն տարածեցինք, հիմա սկսում ենք հավաքել խմորեղենը քայլ առ քայլ։ Քերիչի խոշոր անցքերով քերում ենք շոկոլադային շերտը, պատարագ հարթեցնում ենք, անմիջապես ջեմի վրա եմ քերում, որպեսզի ավելի հեշտ լինի, տեղափոխելու խնդիր չառաջանա, խմորը չհալվի։ Քերում եմ ընկույզը նույն քերիչով, դուք ուզում եք կտրտած ավելացրեք, ուզում եք կրտնագեք, ինձ այսպես ավելի շատ է դուր գալիս։ Ընկույզի վրա ավելացնում եմ բեզեն, հարթեցնում եմ ինչքան հնարավոր է, որից հետո արդեն քերիչով անց եմ կացնում երկրորդ սպիտակ գունդը, սա նույնպես։ Քերում ենք գեղեցիկ տարածում ամբողջ մակերևույթով մեկ և այժմ մեր խմորը պատրաստ է թխվելու 170-180 աստիճան տաքացրած ջեռոցում 35-40 րոպե, ահա, արդեն պատրաստ է մեր գեղեցկուհին, շատ լավ թխվել է, արդեն վարդագույն շերտը ձեզ ասում է այն մասին, որ ինքը շատ լավ է թխվել և եթե ուշադիր լինեք, բեզեի շերտը նույնպես թխված է։ Հենց տաք վիճակում շաքարի փոշի պիտի ավելացնեմ, ամբողջ մակերեսը ծածկում եմ շաքարի փոշիով և քանի որ բուրմունքը տարածվել է մեր խոհանոցում, ես տաք էլ պիտի կտրեմ, իհարկե շատ լավ կլինի, եթե հովանանոր կտրեք, որովհետև այդպես ավելի լավ կենթարկվի, բայց դե ինչ արած, ինձ թվում է մեծ մասի տներում սիրում են խմորեղենը թխելուց հետո անմիջապես համ տեսել, մանավանդ որ կրեմային որևէ բան չկա։ Ահա այսպիսի գեղեցիկ խմորեղեն ունեցանք, բազմաշերտ, գեղեցիկ, լավ արտահայտված շերտերով, բեզեն շատ լավ թխվել է, եթե տեսնում եք, եթե երևում է իհարկե։ Ահա այսքանը սիրելիներս, ես թխեցի խմորեղեն, որը բոլորիս քաջ ծանոթ է, ուզեցի ձեր հետ կիսվել թխելու իմ տարբերակով, այնպես որ կարող եք թխել, չստացվելու տարբերակ չկա, շատ համեղ է, ամառային խմորեղեն որպես, կարող եք և հյուրասիրել հյուրերին և ամենօրյա ձեր սուրճի սեղանին ունենալ, այնպես որ ես խորհուրդ եմ տալիս։ Դե ինչ, ես ավարտեցի իմ աշխատանքը, մնում է ձեզ նորից հայտնել իմ խորին շնորհակալությունը և ասել ցտեսություն։